Հանրապետության ոստիկանություն։ Ոստիկանությունը հերթական օպերացիան է իրականացրել Երևանում, պատգամավորի թիկնապաներին էին բերման ենթարկել և 2 ժամ հետո բաց թողել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետև երբ որ բերման են ենթարկում և պարզվում է, որ դա այդպես չէ, նույնը նաև Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի պարագայում է եղել։ Այսինքն, այստեղ արդեն հասկացվում որ կա կոնկրետ քաղաքական ինչ-որ մեսիջ ուղղված, ոչ թե իրավապահ գործողություն, որովհետև եթե դուք օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, դուք նկատի չունեմ անձնապես դուք այդ համակարգը, հետևաբար ստացվում է, որ իրականացվում է մասկի շոու։ Ես վստահաբար կավելացնեք, ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ապօրինի զենք կա, տանում եք, տեսնում եք ապօրինի զենք չկա, բաց եք թողնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց Խաչատուր Սուքիասյանները, Արթուր Վանեցյանը ուղեկցող մեքենա արդեն 5-րդ անգամ նույն զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում ձեզ սխալազեկություն, կամ ուղղակի ասկի շոու եք անում, ինչպես գործընկեր ես ասած։ Ինչ եք անում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ, հերքեցիք փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի։ Բայց այդ տվյալը, ամեն անգամ այդպես չի լինում։ Քանի անգամ եք ապօրինի զենք բռնել, օրինակ Խաչատուր Սուքիասյանի կամ Արթուր Վանեցյանի ուղեկցող մեքենաներում։ Մի դեպք ասեք, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է։ Այդ գործը ով է, մի հատ ասեք իմանանք էլի։ Այսքանը այս հարցի Հիմա ես օպերատիվ տվյալ ունեմ, Տարարման ինստիտուտի բանալա չէ։ Օպերատիվ տվյալների մասով հարգելի Վահե, դրանք ամբողջը գաղտնի փաստաթղթավորման տրամաբանության մեջ։ Ես օպերատիվ տվյալները, որ ձեզ ուղեկցող մեքենայի մեջ ապօրինի զենք կա, հենց հիմա որ դուս գաք, կասեք ձեր դիմակավորված տղերքը կան ասֆալտին փռան Ինձ ուղեկցող մեքենայի մեջ այո, կա զենք, բայց դրանք օրինական են, որովհետև պետական պահպանության ծառայություն։ Տարեք ստուգ եք։ Շնորհակալություն։ Որ ապօրինի է։ Խնդրեմ։ Տիկին նախարար, իմ հարցը վերաբերում է Կարմիր Ներետավորի հայտնի արտահայտությանը, որ քաղաքացուն անհետեթ պահանջ էր ներկայացրել աչքերը մեջ վերում